Ուզենայինք, որ մի հատ էլ դու ընդհանրացնելով խորհուրդ տայիր այն բոլոր մարդկանց, ովքեր հիմա մեզ լսում են, միգուցե գտնվում են այդ իրավիճակում, միգուցե մի քիչ այլ իրավիճակում, էական չի, ինչից բռնվել, ինչից սկսել, ինչի վրա հույս դնել, այն պահին, երբ որ թվում է, որ այդ հույսը առանձնապես շատ չկա, որովհետև մենք տենց նամակներ շատ ենք ստանում, հատկապես եթե դեռահաս ես, չափահասել չես, որ քո ձեռքում լինի էլ ինչ որ ամեն ինչը։ Ես շատ զգույշ եմ խորհուրդներ տալիս, ընդհանրապես մեծ հաշվով խորհուրդներ չեմ տալիս, որովհետև չգիտեմ թե լսողը ով եմ, բայց վերջերս հասկացա, որ ես ինչ որ ձև ունեմ դրա իրավունքը խորհուրդ տալու, հենց մեկը այն դրա համար, թե ես որտեղ եմ գտնվում, ինչի համար։ Ես մտածում եմ, որ կա հաղթանակ։ Ու սենց էլի ինչ որ տենց քաղաքական կոչ բան չդառնա, հաղթանակ այնքանով, որ դու քո ներսում կարողանում ես գտնել ինքդ քեզ ու հասկանալ, որ այս ամեն ինչը բացարձակ քո հետ կապ չունի, այսինքն եթե քեզ ծեծում են, դու չես մեղավոր, որ քեզ ծեծում են, եթե քեզ չեն սիրում, խնդիրը քո մեջ չի ընդհանրապես, որ քեզ չեն սիրում, այսինքն միշտ կա ինչ-որ մեկը, ով քեզ ուղակի քո լինելու համար առանց որևէ ինչ-որ բանի կընդունի ու կսիրի ու տենց շատ լավ հարաբերություններ կունենաք, մենակ նայма որ դու տենց ես։ Ու դա կարա լինի ընկեր, ընկերուհի, կողակից, ուսուցիչ, հարևանիկին էական չի։ Հա, ու իմ ուսուցիչներն են եղել ինձ համար շատ հնարավոր, բոլորը չէ։ Շատ եղել է, որ իրենք այդպես ծաղրել են ու շատ է եղել, հա։ Բայց եղել են շատ դասատուներ, որոնք իրենք ցույց են տվել իրոք իմ մեջի ուժը։ Ու դա շատ կարևոր, այսինքն կարևոր չի թե հիմա ինձ ով կլսի, ինչ կլինի, եթե անգամ չկա այդ մեկը, ով ձեզ ցույց կտա թե դա ոնց է, ձեր լսած երգերը, ֆիլմերը, դա ձեզ կերտում են ու նայելիս ինչ-որ բան, ընտրեք ճիշտ բաներ, լավ բաներ, որոնք ձեզ ավելի լավ կդարձնեն, որտեղ մենք այնինք ինչ-որ լսում ենք, կարդում ենք ու այդ ամեն ինչը։ Ես կարծում եմ, որ կրթվել իրոք կօգնի, ու ես կարծում եմ, որ չկրթվելու բացակայությունից է դա։